1989 թվականին Մոսկովյան նորություններ թերթին տված հարցազրույցում Խորհրդային Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազ Համբայ Մամեդովը նշում է. Հեյդար Ալիևը պատերազմի տարիներին փաստացի դասալիք էր։ Երբ պատերազմը սկսվեց, նա մի քանի ամիս թաքնվում էր զորակոչից, անհետացավ արդյունաբերական ինստիտուտից, որտեղ այդ ժամանակ սովորում էր, իսկ հետո հայտնվեց Նախիջևանում, մի տեղեկանքով, թե իբր ունի բաց ձևի տուբերկուլյոզ։ Ստացավ զորակոչից ազատված լինելու հիմնավորում եւ աշխատանքի տեղավորվեց արխիվում որպես սուրհանդակ։ Այսպես էլ ապրեց մինչև 1944 թվականը, երբ հանկարծ ապաքինվեց եւ աշխատանքի ընդունվեց ՆԿՎԴ-ում։ Հետո արդեն պետք է լեգենդներ հյուսվեն, թե իբր Հեյդար Ալիևը պատերազմի տարիներին ոչ լեգալ հետախուզական գործունեությամբ է զբաղվել Իրանում, Թուրքիայում եւ այլ երկրներում։ Սրա վերաբերյալ չկա որևէ հիմնավորում կամ փաստ։ Ամենայն հավանականությամբ սուտ է եւ պատերազմի տարիներին, մինչ նրա հասակակիցները ռազմաճակատում էին, Ալիևը կեղծ տեղեկանքով հանգիստ անցկացրել է պատերազմական տարիները Նախիջևանում։